Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը Ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ մենք արդեն Vkontakte-ում ենք։ Բարև Դավիթ։ Բարև ձեզ։ Հետդ կարևոր բան ունեմ խոսելու, եթե վերջացրել ես, գնանք դրսում խոսենք։ Չէ, ավելի լավ այստեղ խոսանք։ Ինչ ա եղել։ Հեն ինչ ասելու եմ իմ համար էլ նորություն։ Ու չգիտեմ որտեղից սկսեմ, որտեղ ավարտեմ։ Գրիգի գործից նորություն կա, հա։ Մարիայից ենք խոսելու։ Որ շուտ իմանայի, որ թեման Մարիանա չէի համաձայնվի խոսել։ Այդքան վատ մի տրամադրվի Դավիթ։ Ու մի կրկնի իմ սխալը։ Բա ինչ անեմ, ուրախանամ։ Ես քեզ ասում եմ կարևոր բան ունեմ խոսելու Մարիայի մասին, իսկ դու շարունակում ես վատ տոնով խոսել։ Որովհետև չգիտեմ ինչ եք ասել ու ոչ էլ ուզում եմ իմանալ։ Իմ համար իմ ու Մարիայի հարաբերությունները վերջացած են։ Խնդրում եմ էլի ձյաձ Ռուբեն կլինի իմ մոտ էլ այդ թեման չբացեք։ Դավիթ, ես հասկանում եմ քո վիճակը։ Նաև հասկանում եմ ինչ ես զգում, բայց դու պետքա ճիշտը իմանաս։ Այդ ինչ ճշտի մասին է խոսքը։ Այսքանը հերիք չէր, որ Մարիան իրան չի կորցրել ու տես պատմությունների մեջ է անգել։ Հետաքրքիր է հիմա ինչ է արել։ Դավիթ, մի հատ հավաքի քեզ։ Ես թույլ չեմ տա, որ իմ աղջկա մասին տենց խոսես։ Պաստորեն պաշտպանում եք։ Անկեղծ ասեմ, ես չէի սպասում։ Չէի սպասում, որ կպաշտպանեք մի մարդու, ով բացի իմ պատվի հետ խաղալուց ձեր անունն էլ է գետնով տվել։ Հա, պաշտպանում եմ։ Ու շարունակելու եմ պաշտպանել։ Որովհետև Ինչ։ Ինչ որովհետև։ Տեսնում եք, դուք էլ չգիտեք ինչի համար եք ուզում պաշտպանել։ Չգիտեք ինչ ասել։ Ես հասկանում եմ ձեզ Ռուբեն ծնող եք, ձեր համար էլ է դժվար։ Բայց այս կյանքում մեղքեր կա, որոնց համար մի հատ վիրավորանքը կամ մի հատ գոռոցը շատ քիչ է։ Կյանքում մեղքեր կան, որոնք մի ամբողջ կյանք արժեն։ Բայց ոչ Մարիայի դեպքում, Դավիթ, ոչ այս դեպքում։ Իմ լեզուն ուղղակի չի պատտվում ասել, թե ինչ ա եղել իրականում։ Բայց նաև հասկանում եմ, որ դու պարտավոր ես իմանալ։ Ուղղակի չեմ կարող արտաբերեմ այդ բառը։ Ինչ ա եղել։ Դե ասում եք միջև վերջ ասեք իմանամ։ Այդ ինչ նորություն է, որ ես պարտադիր պիտի իմանամ։ Ես ու Մարիան իրար դեմ ոչ մի պարտավորվածություն չունենք։ Մի հատ թղթի կտոր ա մնացել։ Դրա հարցերն էլ շուտով լուծելու են, որ էլ ոչ մեկ չգա ասի, քո այդ կարևոր բան ունեմ խոսալու Մարիայի մասին։ Նույնիսկ այն ժամանակ, եթե ասեմ, որ Մարիան խաբել, հա։ Որ Մարիայի կամքին հակառակ ա եղել էս ամեն ինչը։ Ինչ։ Իմ համար ահավոր բարդ է այս թեմայից խոսելը։ Բայց ես փորձում եմ մեջս ուժ հավաքեմ, ուժ գտնեմ, որ քեզ բացատրեմ։ Դու պետք է ճիշտ իմանաս, Դավիթ։ Ինչ է նշանակում Մարիայի կամքին հակառակ։ Ուզում եք ասեք, որ այդ անասունը Մարիայի։ Հա, Դավիթ, հա։ Ուղղակի չեմ կարող արտաբերեմ այդ բառը, չի ստացվում։ Բայց դու ինչ ճիշտ հասկացար։ Տես ինչ նոր պատմություն է։ Այս ինչեր եք հորինում, որ Մարիային արդարացնեք։ Այսինքն ինչ ես խոսում, տղա ջան։ Քեզ թվում է ես սուտը առաջ տանող մարդ եմ, որպեսզի Մարիային արդարացնեմ։ Լուրջ ես ասում։ Դու ինձ տենց ես ճանաչում։ Բա ինչ անեմ։ Ոնց հավատամ։ Մարիան ինքն է իմ աչքերի մեջ նայելով ասել, որ ինչ եղել է այդ լակոտի հետ իր կամքով ա եղել։ Դրանից հետո այս նորությունը ոնց ընդունեմ, ոնց հավատամ։ Ես էլ սկզբում հենց տենց մտածեցի, ոնց որ դու, Դավիթ։ Իմ ռեակցիան էլ էր սենց։ Ես էլ մտածեցի, որ սուտ է։ Ես էլ մտածեցի, որ խաբում են։ Ես էլ մտածեցի, որ օֆան ստում է։ Օֆան։ Հա, օֆան։
Պարզվում է, որ Օֆան գիտեր։ Ուրեմն դուք շատ ճիշտ եք հասկացել։ Օֆան փորձել է աղջկան օգնի։ Բայց այդ ինչ եղավ, որ հավատացիք, այդ ինչ փոխվեց։ Ախր էս այն հարցը չէ, որ սովորականի նման լուծվի գնա։ Էս այն հարցը չի, որ ինչ որ սուտ կարանա իրավիճակ փրկի։ Էս այն հարցն է, որ ով ինչ էլ ասի, ես չեմ հավատալու։ Իմ համար մեկ է։ Ես թքած ունեմ այս հարցի հետ կապված բոլոր արդարացումների վրա, ու լավ կլինի, որ էլ ոչ մեկը այս հարցին չխառնվեք։ Դավիթ, դու ոնց որ ինչ չես լսում։ Մատ արտնացի։ Ես լսում եմ, Զիադ Ռուբեն, հասկանում եմ։ Հասկանում եմ, որ ծնող եք, ձեր համար դժվար է, որ վաղ թե ուշ մեկը ընդունելու եք, հավատալու եք, արդարացնելու եք։ Ձեզ ոչ մեկ դրանում չի կարա մեղադրի, ոչ մեկ դրա իրավունքը չունի, բայց այս հեքիաթին ես չեմ հավատալու։ Ուրիշ դեպքում ես լրիվ ուրիշ ձև կխոսեի հետդ, Դավիթ, բայց հիմա փորձում եմ հասկանալ։ Փորձում եմ քեզ հասկանալ ու լռում եմ։ Զանգի Անին։ Ինչքան գիտեմ, Անին ճանաչում ես։ Զանգի Անին։ Անին էլ է իմացել։ Ալո։ Տիկին Օֆելիա, բարև ձեզ։ Անին է Մարիայի ընկերուին։ Հա, Անի ջան, բարև։ Տիկին Օֆելիա, ես շատ վատ բան եմ արել։ Ինչ է եղել։ Մարիայից նորություն կա։ Չէ, ես Մարիայի հետ չեմ խոսել։ Ու երևի արդեն ոչ էլ խոսեմ։ Ոնց եմ ընկերուս աչքերի մեջ նայելու։ Անի, նորմալ կխոսես, բան հասկանամ։ Ինձ Մարիայի պապան էր իր մոտ կանչել։ Հետո։ Դե Մարիայից էր հարցեր տալիս։ Ու հետո ասեց, թե Մարիան ինչ ասել իր ու Ռաֆի մեջ կատարվածի մասին։ Դե ես էլ տիրապետումս կորցրեցի։ Որ չէի դիմանում էլ, Ջայզ Ռուբենն էլ ամեն ինչ հասկացավ ու սկսեց հարցեր տալ։ Տիկին Օֆելիա, ես չդիմացա ու ճշմարտությունը ասեցի։ Ասեցի, որ այդ անասունն է բռնաբարել Մարիային։ Պես է, որ նորմալ է, ես քեզնից առաջ դրա մասին ասել էի արդեն։ Հա, բայց հնարավոր է, եթե ես ոչ մի բան չասեի, մի բան փոխվեր։ Ոչ մի բան էլ չէր փոխվի, Անի։ Ամեն ինչ վերահսկողությունից դուրս է եկել։ Ես չգիտեմ Մարիան ինչի համար է խաբել։ Էդ է իմ ցավը։ Ես չգիտեմ ինչ ա եղել։ Պիտի Մարիայի հետ խոսեի, հետո նոր Ջայս Ռուբենին ամեն ինչ ասեի։ Անի ջան, այնպես է, որ ես էլ չէի ուզի, որ բոլորն իմանային ճշմարտությունը, որովհետև ես հիմա չգիտեմ Ռուբենին պահեմ, թե Դավիթին։ Երկուսն էլ պատրաստ են սպանել Ռաֆին, կտոր կանեն։ Ամեն դեպքում դու իմացի, որ դու վատ բան չես արել։ Հիմա ինչ է լինելու։ Բալես, դու ամեն ինչ ճիշտ ես արել։ Դու քո ընկերուհու պատիվն ես պահել։ Ես չգիտեմ Մարիան ինչի համար է գնացել այս քայլին։ Ինչի է խաբել բոլորին։ Իսկ եթե արդեն ուշ է, իսկ եթե մենք արդեն ամեն ինչ փչացրել ենք։ Անի, ինչ էլ լինի, ես Մարիայի կողքին եմ լինելու։ Դու հանգիստ եղի։ Աբուլ, կարող եմ մի հատ էլ զանգես Մարիային։ Զանգում եմ, չի պատասխանում։ Երեխուս մի բան եղած չլինի։ Ոչ մի բան էլ եղած չի լինի։ Նեղացել է, հիմա առանձնացել է։ Չէ։ Մարիանը տեն սովորություն չուներ։ Ինքը եթե ինչ-որ մեկից նեղանում էր, գոնե իմ զանգերին պատասխանում էր։ Կամ գալիս էր ինձ մոտ։ Ես միշտ տեղյակ եմ եղել իր խնդիրներից։ Իսկ հիմա ոչ զանգերիս է պատասխանում, ոչ էլ ինչ-որ բան գիտեմ։ Ոնց որ ինձանից էլ նեղացած լինի։ Տատ քեզանից ինչի պետք է նեղացած լինի։ Չգիտեմ։ Երբ ինչ-որ բանում նեղացրել եմ իրան էլի։ Հաստատ չէ։ Ուր, տատ։ Գնամ դեղերս խմեմ։ Զգում եմ, որ ճնշումս ուզում է բարձրանա։ Ասա որտեղ է, ես կբերեմ։ Չէ, ես գնամ խմեմ,
Համել մի հատ կլվացվեմ։ Մարիա, ուր ես։ Ինչի զանգերից չես պատասխանում։ Տատին իմացել է, որ վիճել եք Դավիթի հետ, անհանգիստ է, նույնիսկ նոր վատացավ։ Չգիտի պատճառը, բայց գիտի, որ վիճել եք։ Անհանգիստ է, զանգի խոսի հետը թող հանգստանա։ Պաստորեն իմ կնոջ կյանքից բոլորը տեղյակ են բացի ինձնից, հա։ Հիմա այդ չի կարևորը, Դավիթ, հիմա կարևորը այն է ինչ ասել է Անին։ Ու Անին հաստատում է Օֆայի ասածները։ Հա։ Ես ծածկացնելու եմ այդ լակոտին։ Ես սպանելու եմ Ռաֆին։ Հանգստացի, Դավիթ։ Ոնց հանգստանամ։ Ոնց։ Դուք հանգիստ եք։ Չեմ հասկանում, Մարիան բա ինչի համար է խաբում։ Ինչի ճիշտը չի ասում, ուղեղից մեջ չի տեղավորվում։ Ինչի է նեցանում, որ իրանից վերջնականապես զզվեմ։ Ինչի, եթե ինքը ճշմարտությունը գիտի, ինչի է խաբում, ինչի է այդ ձևով իրան սևացնում։ Օֆայի ասելով քեզ պաշտպանելու համար է տենց արել, որ դու սխալ քայլերի չգնաս։ Ինձ պաշտպանելու, հա։ Պաստորեն ես այնքան թույլ տղամարդ եմ, որ իմ կինը այդ ձևով ուզում է ինձ պաշտպանի, ես ավելի լավ եմ մարդասպան դառնամ, քան այդ ձևով ազատությունս պահեմ։ Դավիթ, դու մարդասպան դառնալով քեզ լավություն չես անելու։ Քո կյանքը կործանելու ես։ Այդ հերիք չի մեր բոլորին ես խառնելու իրար։ Ես այդ ամեն ինչը անեմ թե չանեմ, մեկը բոլորի կյանքը արդեն խառնված է, որովհետև Մարիան այդ անասունից է հղի։ Այդ երեխեն արդեն կա, ու այդ հերիքա, որ ես ու Մարիան իրար հետ չլինենք։ Հասկանում ես, Ձյաձ Ռուբեն, այդ երեխեն Ռաֆինն է, մինկինը ուրիշից է հղի։ Ու այդ պատմությունը ոնց է եղել, արդեն դրանից իրականությունը չի փոխվում։ Այդ երեխեն ինչ մեղք ունի, Դավիթ, ինչ մեղք ունի։ Ճիշտ եք, այդ երեխեն ընդհանրապես մեղք չունի, ընդհանրապես, բայց ինքը կա։ Իրան դեռ չծնված արդեն չեն ընդունում, չեն սիրում, ինքը այս կյանքում տեղ չունի, ու ես վստահ եմ, որ Մարիանն էլ իրան չի սիրում։ Ես ինչեր եմ խոսում, ես էլ արդեն չեմ հասկանում։ Գլուխս արդեն պայթում է, ես հասկանում եմ, որ այդ ընդհանրապես իմ գործը չի։ Բայց ես այս ամեն ինչը կուլ չեմ տալու։ Ես այդ անասունին սատկացնելու եմ, ես իմ պատվի հետ խաղալու համար դրան թաղելու եմ։ Մի քիչ առաջ չէիր հավատում։ Ավելի լավ է տենց էլ մնա։ Մի հավատա, որ ավելորդ քայլերի չգնաս։ Մի հավատա, Դավիթ։ Ճիշտ է, Ձյաձ Ռուբեն, Անին Մարիայի մոտ ընկերուհին է, բայց ինձ էլ շատ հարազատ մարդ է։ Ու ես վստահ եմ, որ Անին տենց բանը սուտ չեր ասի, չեր խափի։ Խոստացիր, որ ավելորդ քայլ չես անի։ Ոնց խոստանամ։ Ինձ մի ստիպեք, որ ես տենց բան խոստանամ, չեմ կարա։ Էս իմ հարցն է, իմ ընտանիքի իմ արժանապատվության հարցն է։ Ռաֆը իր ամեն արածի համար պատասխան է տալու, ես դրան թաղելու եմ իմ պատվի հետ խաղալու համար։ Ես դրա հարցերը վաղուց պիտի լուծացնեի, որ այսօրին չհասնեինք։ Ես այդ հարցը կլուծեմ։ Չէ, Ձյաձ Ռուբեն, ես եմ այդ հարցը լուծելու։ Այդ իմ հարցն է, իմ խնդիրն է։ Ես հիմա որ հիշում եմ Մարիայի ասածները, ուղեղից մեջ չի տեղավորվում։ Չեմ հասկանում ինչի համար է ինձ խաբել։ Ես այդ երկու պատմությունները հիմա իրար կողք եմ ուզում դնեմ, ուզում եմ համեմատեմ, հասկանամ որն է ճիշտ, որն է սխալ, բայց չեմ հասկանում։ Բայց ես մի բան շատ լավ գիտեմ։ Այդ մի բանի վրա վստահ եմ։ Ես Ռաֆին սպանելու եմ, ես սատկացնելու եմ։ Դավիթ! Մարիա, ուր ես։ Ինչի զանգերից չես պատասխանում։ Տատին իմացել է, որ վիճել եք Դավիթի հետ, անհանգիստ է, նույնիսկ նոր վատացավ։ Չգիտի պատճառը, բայց գիտի, որ վիճել եք։ Անհանգիստ է, զանգի խոսի հետը թող հանգստանա։ Մարիա ջան, ուր ես։ Ինչի զանգերից չես պատասխանում, գիտես ոնց վախեցա։ Տատ աշխատանքի էի, չէի լսել զանգդ։ Աշխատանքի։ Հա, ինչի զարմացար։ Մարիա ջանից մի խափի, հա, ես ամեն ինչ գիտեմ։ Ասա տեսնեմ ինչի եք վիճել Դավիթի հետ։ Տատ ուղղակի ես ու Դավիթը
չենք հասկացել իրար։ Մարիա, դու կամ հարցիս պատասխանի, կամ ավելի լավա մի խափի։ Տատ ուղղակի Դավիթը դեմ է, որ ես աշխատեմ։ Իսկ աշխատավայրում խնդիրներ ունեմ, չէի կարող չգալ։ Դրա համար եք վիճել, հա? Հետ ինչ վիճելու բան ա, որ։ Հա։ Մարիա ջան, ուղղակի հասկացի։ Դավիթն անհանգստանում է քեզ համար։ Կարելի է չէ մի քիչ այդ տղայի դրության մեջ մտնել։ Բա հիմա ուր ես։ Աշխատանքի եմ, տատ։ Այ կգնաս տուն ու անպայման կհաշտվեք իրար հետ։ Տատ, եթե ինքը քայլ անի, եթե հետս խոսի կխոսեմ, եթե չէ… Մարիա։ Տատ, դե բաներ ասեցի։ Գիտես, որ ես հաստատ տենց չեմ կարա։ Մարիա, բայց հաստատ այդ պատճառով եք վիճել, չէ ինձ չխաբես։ Հա, տատ, հանգիստ եղի, լուրջ բան չկա։ Եթե լուրջ բան լիներ, առաջինը դուք իմանայիր, քո հետ կխոսեի, կկիսվեի, խորհուրդներդ կլսեի։ Դե լավ չխանգարեմ։ Գնա։ Լավ։ Ասма Դավիթի հետ աշխատանքի համար են վիճել։ Դավիթը չի ուզեցել, որ աշխատանքի գնա, ինքն էլ գնացել է։ Ուր ես գնում։ Ուր ես գնում, Դավիթ։ Գնում եմ այդ պիղծ լակոտին գտնեմ ու թաղեմ։ Ես պարզ ասում եմ, որ սպանելու եմ դրան։ Եթե մեռած գտնեք ուրիշ մեղավոր ման չգաք, մի անգամից կգաք իմ հետևից։ Դու ոչ միտեղ էլ չես գնում։ Մենք հիմա միասին գնում ենք իմ աշխատավայր։ Ինչի համար։ Ես ասել եմ արդեն, որ Ռաֆին բռնեն, բերեն իմ մոտ։ Կնստենք, խոսենք։ Ես ուզում եմ, որ ինքը անձամբ ինքը խոստովանի իր արածների համար։ Սպանությունը մտքիցը թանի, Դավիթ։ Այդ հարցի լուծում չի։ Ես չեմ պատրաստում հանգիստ այդ անասունի հետ մի սեղանի շուրջ նստեմ ու կնոջս կյանքը քննարկեմ։ Ոնց եք պատկերացնում, նենց հետաքրքիր է։ Ես հասկանում եմ քեզ։ Բարդ է։ Շատ բարդ է։ Բայց հիմա ճիշտ տարբերակը էդ է, Դավիթ, էդ է։ Չէ, ես այդ հարցը իմ ձևերով պիտի լուծեմ։ Դե հասկացանք էլի։ Ինչքան պետք է անգնեմ հետևներիցդ, որ մի բան ասում եմ, լսեք էլի այդ անտերը։ Ինչի՞ չեք լսում։ Ես էլ եմ մարդ։ Ես էլ համբերություն ունեմ։ Ինչ քեզ թվում է ես չեմ ուզում։ Ես չեմ ուզում դրան սատկացնեմ, ուզում եմ, քեզանից էլ շատ եմ ուզում, բայց դրան սատկացնելը քիչ է, Դավիթ, քիչ է, դա պետք է տանջվի, դա պետք է տանջամահ լինի, տանջամահ։ Դրան սատկացնելը այդ նվերը իրան։ Ես չեմ տա այդ նվերը իրան, ու չեմ թողի, որ դու էլ դրան սատկացնես, իմն է էդի, իմ աղջկա մասին է խոսքը։ Ինչ։ Քեզ թվում է դրան պետքա դատեմ ու վերջ, ես դրան պետքա ցավացնեմ, տանջամահ անեմ։ Ես մինչև դրա արունը չտեսնեմ չեմ հանգստանա։ Դե գնա! Գնա սպանի, մորթի խմի արունը, գնա 20 տարով դատվի, հետ ես ուզում։ Այդ հետոնից չի հետաքրքրում, ընդհանրապես չի հետաքրքրում, ինձ լրիվ մեկ է, կարևորը սիրտս հանգիստ կլինի, կիմանամ, որ վերացրել եմ դրան։ Կամ անում ես ընենց ոնց որ ես եմ ասում, կամ ես հենց հիմա կզանգեմ ու քո ազատությունը կսահմանափակեմ։ Ինչ։ Այսինքն։ Բա մի ձև պետքա փրկեմ քեզ սխալ քայլերիցդ։ Արի գնում ենք։ Արի։ Ալո։ Մարիա, պատրաստ ես, ոնց որ թե ժամանակը եկել է։ Ինձ նոր բաժնից զանգեցին ու ասեցին, որ պարոն Դավթյանը ինձ կանչել է զրույցի։ Ինչ։ Հիշում ես, չէ՞ ինչ ասա ստացել։ Թե
մի անգամից հետս Աբուլի դեմ փաստերն էլ վերցնեմ։ Հիշում եմ, Ռավ, պետք չի անընդհատ հիշացնես, հիշում եմ։ Ուրեմն ասա ուր ես, որ գամ հետևից հետ։ Հետս ես չէ լինելու։ Ես չպետք է ասեի։ Մարիան ինձ հաստատ չի ներելու։ Անի, Մարիան քո հետ այդ թեմայով խոսել է։ Ինչ որ բան ասել է, կիսվել է հետդ։ Օֆան ինձ ասել է, որ այդ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Դավիթը բանտում է եղել։ Ես անկեղծ, ես չգիտեմ, ես հիմա ինչ ասեմ։ Ճիշտ է, Անի, ճիշտ է։ Ես պետքա ճիշտը իմանամ։ Մարիայի մասին է խոսքը, Մարիայի կյանքի, Մարիայի երջանկության, Մարիայի պատվի։ Եթե Դավիթը շարունակի մտածել նենց ոնց որ Մարիան է մեկնաբանել, այդ նշանակում է, որ իրենք հավերժ կբաժանվեն իրարից, Անի, հավերժ։ Իսկ եթե ես, դու, Օֆան, ինչ-որ բան գիտենք ու լռում ենք, այդ նշանակում է, որ մենք կմտնենք այդ մեղքի տակ։ Սարկաստեմ ես քեզ արա։ Սարկաստեմ ու ես ստացել։ Սպառը վարը ես։ Վաս թող ասում։ Վաս թող։ Ես ինչ եք անում։ Ես տեղ կայնեց ինչ ես անում։ Չես մարսելու արա։ Արի դուրս կանք առանձին խոսանք։ Ես ու դու իրար հետ։ Դուք եք ինձ տեղ կանչել, առանձին էր ուզում առանձին տեղ կանչեի։ Արա դու ես քանի օրը երևի վախից տնից դուրս չես եկել ու կանչեմ քեզ։ Ռուբեն օպար դու ես ինձ տեղ կանչել, ասելիքդ ասա ես գնամ։ Օպար? Այսքանից հետո ինքը քեզ ինչ օպար արա։ Ինչ օպար։ Ձենդ կտրի արա, ես գիտեմ ում պետքա պատասխան տամ։ Թողը, ես քեզ ինչ օպար արա։ Մոռացի օպարը։ Կներես սովորություն է։ Գիտեմ, որ արդեն այդ հարաբերությունների մեջ չենք, բայց թե ինչ եմ ես ստեղ այդ չգիտեմ։ Դու քեզ անմեղ գարի տեղ մի դիր արա։ Նայում ես աչքերիս մեջ, հենց հիմա ու ասում ես ինչ ես արել Մարիայի հետ։ Ինչ ես արել։ Ես ինչ նորություն է։ Ես ինչ եմ արել Մարիային ու ինչ պետքա բացատրեմ ձեզ։ Թող Դավիթն է։ Ես ամեն ինչ գիտեմ։ Ուղղակի դու այդքան տղամարդկություն չունես, որ նայես աչքերիս մեջ որ ճիշտը ասես։ Սարան այդքան տղամարդկություն որտեղից սամքի անդած ծեցես որ մի բան ասի։ Պաստորեն արդեն գիտեք, որ Մարիան ինձնից է հղի։ Այստեղ։ Բայց մի տեսակ Մարիայի ձայնը դուրս չեկավ։ Ինձ թվաց, թե լացում էր։ Տատ։ Կարող է հիվանդ է երեխես։ Որ հիվանդ լինի, Մարիային էլ ես 5 րոպեն մեկ թեյի հյուրասիրելու։ Վաղուց։ Մարիան շատ լավ ծանոթ է իմ այդ բուժման մեթոդին։ Հələ դա ինչ։ Փոքր ժամանակ որ հիվանդանում էր, բացի այդ թեյից, տարբեր խոտաբույսերից թուրմ էի պատրաստում ու տալիս էի իրեն։ Շատ դառներ, հազիվ կարողանում էի խմացնել։ Լուրջ։ Այն ժամանակ դեռ ծեր չէի, կարողանում էի գնալ, գնել և տուն բերել։
Բայց հիմա էլ ծեր չես տաճ ջան։ Չէ, դե տնից դուրս գալու գնումներ անելու համար ծեր եմ, բայց ուրիշ հարցերում ձեզ էլ կանցնեմ։ Տեսար, որ համաձայնվեցիր։ Դե ինձ բան ես ասում տաճ ջան, որ մարդ չգիտի ինչ պատասխանի։ Մյուս անգամ որ սուրճ պատրաստես, քաղցր չանես, հա։ Բայց շատ քիչ եմ լսրել, ոնց զգացիր տատ։ Իսկ մի հատիկ էլ գցես, ես անպայման զգում եմ։ Անի ուր ես, ինչի զանգերից չես պատասխանում։ Ավեջան, ինձ հիմա հարմար չի, ես քեզ մի փոքր ուշ կզանգեմ, լավ։ Հիմա թե ինչ ես խոստացել Մարիային, ինչ չես խոստացել Մարիային, հիմա դրա ժամանակը չի, հիմա դրա մտածելու ժամանակը չի, Անի։ Ինձ հիմա ճիշտ ասա, բալես, օգնի ինձ, որ ես ճիշտ է իմանամ։ Ճիշտ է, ես խոստացել էի, որ ինչ ուզում ա լինի, սրա մասին ոչ ոք չի իմանալու, բայց ախր ես չեմ կարող խոսքս ընկերուս պատվից ավել դասեմ, այդ սխալ է։ Դյաջ Ռուբեն, Տեկինոֆելյան չի խաբել։ Այդ տականքը բռնաբարել է Մարիային, ու այն ժամանակ երբ Դավիթը բանտում էր։ Լավ ես հիմա ոնց եմ Մարիայի աչքերի մեջ նայելու։ Մարիա, դու ստեղ ինչ ես անում։ Ես նոր չեմ եկել։ Այսինքն ես եմ խնդրել, որ գա։ Ես հասկացել էի, որ խոսակցությունն է իմ ու Մարիայի մասին ալինելու, դրա համար խնդրել եմ, որ գա։ Ուղղակի չգիտեի, որ ինձ սենց լուրջ հանցանքների մեջ եք մեղադրում։ Հիմա նույնիսկ ամոթել է, որ Մարիան լսի էս ամեն ինչը։ Աբսուրդը գիտես որն է։ Որ դու ինչև հիմա շնչում ես, որ դու ինչև հիմա խոսում ես, այդ է աբսուրդը։ Մարիա, ինչ ես անում ստեղ։ Ռավն արդեն ասեց։ Հանգիստ։ Ինձ նայի։ Հանգստացի։ Մարիա, ես էլ Դավիթն էլ արդեն ամեն ինչ գիտենք, դու մի պաշտպանի սրան, մի վախեցի, ես Դավիթին ամեն ինչ պատմել եմ։ Դավիթը ամեն ինչ գիտի։ Եթե վախենում ես, որ Դավիթը կսպանի ու կգնա կնստի, ես չեմ թողի, ես դա թույլ չեմ տա, դու հանգիստ ամեն ինչ ասա, ինչ կա էդ էլ ասա, Մարիա, մի վախեցի բալես։ Դավիթ։ Ձեզ կոնկրետ ինչն է հետաքրքիր։ Ինչ է ձեր ուզածը։ Ուզում եք հասկանաք ես իրոք Մարիայի հետ վատ եմ վարվել, թե չէ, հա։ Էդ է ձեր գլխավոր հարցը։ Գլխավոր հարցը ստեղ քո կյանքն է։
որովհետև բոլոր դեպքերում ես քեզ վերացնելու եմ։ Դավիթ, Դուք ոչ մեկը տալ Ռաֆին չեք վերացնի ու հերիքա սպառնաս։ Ինչ։ Դու լսարան պաշտպանում ես։ Էս ինչերա քեզ խոստացել։ Էս ո՞նց է խելքդ կերել աղջիկ ջան։ Արա ինձ քո հետ չխառնես։ Ես քո նման չեմ, որ ուրիշի նշանածի վրա աչք տնեմ։ Այդ սատկացնեմ ես քեզ։ Դավիթ, հերիքա։ Ես քեզ բան խնդրեցի, բան բացատրեցի, ինչքան կարելի է։ Մարիան ուղղակի հասկացել է իրականությունը։ Հասկացել է, որ սխալ ընտրություն է արել ու հետ է եկել։ Ես էլ իրան ընդունել եմ։ Ու մենք նոր կյանք ենք սկսում։ Որովհետև շուտով մեր երեխան ծնվելու է։ Բանը դրան չի հասնի։ Որովհետև ես կարող եմ ավելի առաջ ընկնեմ ու բերանդ փակեմ հենց այստեղ, մեկ ընդմիշտ։ Մի հասցրա ինձ դրան։ Մի հասցրա, ես կանեմ դա։ Իսկ դու, Մարիա, հենց հիմա գնում ես տուն։ Գնում ես տուն, որովհետև ես քո հետ շատ կարևոր խոսելու բան ունեմ։ Ես չհասկացա, ես այդտեղ կանգնած իմ կնոջը ասում եք, թե ինքը ուր գնա։ Արա իրակոտ! Վստացի։ Եթե խփելու ես, ուրեմն առաջին ինձ խփի։ Մարիամի կոն քաշվի։ Գնաս տեղից։ Չէ։ Մարիա, ես չեմ վախենում, հանգստացի։ Ես ինչ ես անում, Մարիա։ Ես ինչ ես անում։ Ինչ ես կոծկում իրականությունը։ Ինչի ես դու քո ձեռքով պատիվդ գետնով տալիս։ Ինչի։ Ինչ արել ես լակոտը, որ քեզ տենց վախացրել է։ Ինչ արը, Մարիա։